Փաշինյանը արցախցիների եւ Արցախի խնդրից էր բողոքում նախորդային եվրոպական խորհրդարանում։ Մի կառույց, որը եզակիներից է, ով դատապարտել է Ադրբեջանին եւ հստակ իրավական գնահատական տվել Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, դրանք որակելով որպես էթնիկ զտումներ։ Եվ փաստացի Փաշինյանը եվրոպական խորհրդարանում իր ելույթով մի կողմից հարված հասցրեց եկեղեցու պատվին ու հեղինակությանը, հայ ժողովրդի եւ Հայաստանի օրինական իրավունքներին, մյուս կողմից հագուրդ տվեց Ադրբեջանի պահանջներին։ Եվ սա էր նրա ելույթի հիմնական նպատակը։ Գիտեք, Փաշինյանը ամբողջությամբ լցրել է օրակարգը, արտաքին քաղաքական, ներքաղաքական եւ շատ դեպքերում ուղղակի ցանկություն է առաջանում, խեղդում է ուղղակի այդ օրակարգը, ցանկություն առաջանում ընդհանրապես նրա ելույթներին, հայտարարություններին չանդրադառնալ։ Բայց քանի որ ընդդիմությունն ինքը մեծ հաշվով չի կարողանում սեփական օրակարգ պարտադրել, բայց պետք է ասել հետևյալը, սիրելի բարեկամներ, որ իրականում չկա Փաշինյանի օրակարգ։ Հայաստանում կա ընդամենը մեկ օրակարգ, դա Ալիևի օրակարգն է, Ադրբեջանի օրակարգն է, վերջնականապես նաև իրավական ձևակերպումներ տալու Ալիևի անձնական հաղթանակին, Ադրբեջանի հաղթանակին։ Տեսեք, Փաշինյանը ընդունեց, որ իր խնդրանքով է Ցեղասպանության ինստիտուտի ղեկավարը հրաժարական տվել հեռացել, որովհետև համարձակվել էր Վենսին նվիրել Արցախի վերաբերյալ գիրք։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Սա վարչապետի կողմից մարդու ազատ գործունեությանը խոչընդոտել է, որովհետև ինչ պետք է աներ օրինակ ինստիտուտի թանգարանի ղեկավարը։ Պետք է իհարկե ներկայացներ իր հյուրին հայոց պատմությունը, պատմական Հայաստանը պետք է ներկայացներ, այլ ոչ թե ինչը պետք է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը։ Մի այդպիսի գրքույկ նվիրեր Ցեղասպանության ինստիտուտը Հայաստանի պատմության մասին է եւ պատմական հարեմտյան Հայաստանում իրականացված ոճրագործությունների մասին է։ Եվ դրան ի վերջո գումարվեց նաև Արցախում էթնիկ զտումները, որը հենց էթնիկ զտում, այսինքն փաստացի նաև ցեղասպանություն հայրենազրկում է որակել Եվրոպական խորհրդարանը։ Եվ փաստացի Նիկոլ Փաշինյանը գնացել էր Եվրոպական խորհրդարան ներկայացնելու Ադրբեջանի շահերը, այլ ոչ թե Հայաստանի խաղաղության օրակարգը։ Սա պետք է հասկանալ։ Եվ երկրորդը, որքան նա խոսում է հակառուսականությունից կայսրության դեմ իբր պայքարելուց, անկախանալուց, այնքան նա ավելի է լեգիտիմացնում հենց այն որոշումները, որոնք կայացրել է Խորհրդային Միությունը, Խորհրդային կայսրությունը կամ ռուսական կայսրությունը։ Այդ ռուսական կայսրությունն է Արցախը ներառել Ադրբեջանի կազմ եւ ճանաչել։ Այդ նույն խորհրդային եւ ռուսական կայսրությունն էր հայերին ստիպում լռել այդ թեմաների մասին, հաշտվել այդ իրականության հետ։ Այդ խորհրդային եւ ռուսական կայսրությունն էր մի որոշ ժամանակ ստիպում, որպեսզի հայերը չխոսեն ցեղասպանության մասին։ Իսկ 60-ականներից հետո իհարկե փոխվել է շատ բան։ Խորհրդային կայսրությունը որոշել էր Թուրքիային պատժել եւ այդ թեման բարձրաձայնում էր, այո, այդտեղ կա ճշմարտություն, բայց ի վերջո Արցախը Ադրբեջան ճանաչելը, այսօրվա Հայաստանի Հանրապետության իբր այդպես ճանաչված սահմանները եւ Ալմաթայի հռչակագիրը դա հենց ռուսական խորհրդային կայսրության լեգիտիմությունն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է թե ռուսական եւ խորհրդային կայսրության որոշումները, թե Ադրբեջանի ցանկությունները։ Սա է օրակարգը։ Այստեղ նա սեփական օրակարգ չունի։